չի պայմանավորվելու բնականաբար իշխանապողության կամ իմպիչմենտի գործընթացը, բայց սա շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ, եթե մենք բոլորս հակաիշխանական դաշտում գտնվող բոլոր ուժերը կարողանան իրապես վեր կանգնել ամբիցիաներից եւ իրապես կարողանան ռեսուրսները մեկտեղել եւ դաշինք կնքել սեփական ամբիցիաների հետ։ Պարոն Գասպարյան, երեք հայտարարել եք, որ մուտք է գործում քաղաքականություն, նոր ուժ եք ձևավորում, գործող ուժի ինչ-որ ներկայացուցիչ եք դառնալու, կբացեք ինչ է նշանակում մուտք եմ գործում քաղաքականություն եզրույթը։ Եվ հայտարարել եք, որ ուժ չեք ձևավորելու, պատրաստ եք քննարկում։ Ես այդ թեմային առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ, հիմա փակագծեր չեմ բացի, բայց շատ ավելի ակտիվ դերակատարման մասին է խոսքը, իրական քաղաքական գործընթացներ մտնելու մասին է խոսքը, այնպես չէ, որ մենք քաղաքականության մեջ չենք եղել, առաջիկայում փակագծերը բացելու ավելի մեծ հնարավորություններ ունենք։ Ձևաչափի մասին հիմա ոչ մի բանի մասին չեմ խոսում։ Կուսակցության անդամ եք դառնալու։ Ես ընդհանրապես հայտարարել եմ, որ կուսակցություն չեմ ստեղծում։ Մնացածի մասին առաջիկայում կհայտարարեմ։ Հրավերներ ստացել եք այլ կուսակցություններից։ Հրավերներ դառնալ իրանց կուսակցության անդամը։ Եթե հրավերների մասին պիտի խոսենք, դաշինքային ձևով, մասնակցային ձևաչափով, դրանք օրական լինում են տասնյակներով, բայց խնդիրը հետևյալն է, որ ես հայտարարել եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին, ձևաչափի մասին կհայտարարեմ առաջիկայում։ Դուք բացառել եք համագործակցությունը իշխանության եւ իշխանության բերածների հետ։ Միանշանակ։ Չգիտեք, օրը կգա դրանց մասին էլ կխոսենք։ Օրինակ Հայաստան դաշինքը հիմա դրա ժամանակը է հանրապետականին ասում։ Ես խոսում եմ բացառապես իմ անունից։ Բացառապես։ Իմ եւ իմ գաղափարակիցների, նաեւ Ջենես Արմենիայի անունից։ Ուրիշները ինչ կասեն, ինչ կհայտարարեն, իրենք գիտեն երևի ինչ են հայտարարում կամ ունեն համապատասխան հիմնավորումներ այդ ամեն ինչի համար։ Ես մատի եւ մատանու արանքը չեմ մտնում։ Ընդգծել եմ հստակ, որ գտնում եմ ազգային պետականամետ դաշտում տեխնոկրատ, առաջադեմ, պրոգրեսիվ, արդար Հայաստանի կերպման ճանապարհին գնացող մեր ինչ-որ մեսիջեր դե լուսավոր Հայաստան էլ կա, պայծառ Հայաստան էլ կա, բոլորն էլ կան, կլինի, Հայլակ ջան, հաստատ կլինի, բայց ես բացառել եմ մեկ բան, մնացածի հետ համագործակցությունը բնականաբար ակտուալ է մնում, օրակարգային է մնում, բացառել եմ իշխանության եւ իշխանության արբանյակների եւ նրանց իշխանության բերածների հետ որևէ ձևի գործակցություն։ Ձեզ եմ շնորհակալ։